Attention women, recent medical studies have shown that the use of talcum powder can cause ovarian cancer. If you or a loved one were diagnosed with ovarian cancer after using talcum powder, call right now. You may be entitled to financial compensation. A 2013 jury verdict found that Johnson & Johnson, one of the largest manufacturers of talcum powder, had failed to warn consumers of the link between ovarian cancer and talc-based powders, and that their talcum products were responsible for causing ovarian cancer. If you used talcum powder and were later diagnosed with cancer, or if a loved one even died from ovarian cancer after using talcum powder, call right now. You may be owed significant compensation from the manufacturer. Call Nightline Legal to speak with an experienced attorney to determine if you may qualify. If we don't win, there is no fee. There are time deadlines to file a claim, so don't wait. Call right now. Call 1-800-867-9180. That's 1-800-867-9180. Ձեր բոլոր հեռախոսներու, համակարգիչներու եւ բոլոր էլեկտրոնիկ սարքավորումներու նորոգությունը վստահեք Սար Իսկենդերյանին, Bullard եւ Miniwawa խաչմերուկ, Clovis. Your phone slides off the console and falls at your feet. Get the new Fastball. It's the magnetic mount that holds any device tight. Fastball combines a steel ball and magnetic socket to create the ultimate media mount. Now you can adjust your phone 360 degrees to any angle, any position, and your phone stays securely in place. Then releases with a light tug. Just pick your spot and stick it up. Then place the ultra-thin magnetic disc on the back of your phone or case. It's the perfect mount for tablets, too. Call and get the incredible Fastball for just $19.99. But wait! Call right now and we'll double it to 2, absolutely free. That's 2 Fastball mounts for just $19.99. Call now. Call 1-800-214-9173. That's 1-800-214-9173. Or visit myfastball.com. So call 1-800-214-9173 now. Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։ Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկանալ, հետո պիտի հասկանաք։ Ձեզ մեջ շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր, ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը։ Վիլյամ Սարոյան Միշտ ուզում էի գալ Հայաստան, դա փաստ է, այսպես թե այնպես է ճանապարհ պետք է գտնեի, միակ կարևոր պարագան այն էր, կամ պայմանը, որ ես պետք է օգտակար լինեմ, հենց այնպես գալ այստեղ ապրել ինչ իմաստ է։ Եվ այնպես ստացվեց, որ այբը դարձավ այդ հիմնական պատճառը, եւ ես շատ ուրախ եմ երջանիկ եմ։ Հիմա որ գնում եմ Մոսկվա, ոնց որ խեղդվեմ, շունչս չի բացում, ծանր եմ շնչում, ոնց որ բանտում լինես անթ։ Այստեղ գալով այդ բանտից ազատվելու զգացողություն եմ ձեռք բերել։ Ծնվել եմ Երևանում, հետո մինչև 17 տարի այստեղ սովորեցի, սկզբից ծերունսկու դպրոցում էի սովորում, հետո տեղափոխվեցի Ֆիզմատ դպրոց, մեր դասարանից մի քանի աշակերտ ընդունվեցին Մոսկվա, և 17 տարեկան հասակում ես հայտնվեցի Մոսկվայում։ Ну, можно сказать, что история началась с того момента, как Арам закончил институт, именно физтех в Москве. Կարելի է ասել, որ Հայաստան վերադարձի միտքը միշտ կար մեր ընտանիքում։ Դեռ 1991-ին, երբ Արամն ավարտեց ինստիտուտը, որոշեց Հայաստան վերադառնալ։
որովհետև այդպես ճիշտ է, յուրաքանչյուրը պետք է իր հայրենիքում ապրի։ Դա երևի թե ամենածանր տարիներն էին բոլորիս համար։ 1992 թվականի դեկտեմբերին մեր առաջին երեխան Սոնան ծնվեց։ Լույս չկար եւ շատ այլ բաներ։ Բայց երևի թե Արամի մայրիկի շնորհիվ մենք այդ տարիները հաճույքով ենք հիշում։ Հետո Արամն առաջարկ ստացավ Մոսկվայում աշխատելու եւ մենք տեղափոխվեցինք Մոսկվա։ Մտածում էինք ոչ երկար ժամանակով։ Այնտեղ ծնվեց մեր երկրորդ դուստրը։ Սկսեցինք աշխատել ու այդպես մնացինք։ Իմ դասընկերը դեռ ֆիզմա դպրոցից եւ իմ ընկերը ինստիտուտում Դավիթ Յան, որը հայ է կիսաչինացի, ինձ առաջարկեց գալ Մոսկվա իրեն օգնել իր ընկերությունը, որ ստեղծել էր դրանից մի 2 տարի առաջ, ինչ որ թափ տալու առաջ տանելու։ Եվ իրականում կարիք ուներ մարդկանց, նվիրյալ մարդկանց, որոնք պատրաստ են համարյա առանց աշխատավարձի, ինչ որ գաղափարի համար, հանուն գաղափարի առաջ տանել այդ գործը, եւ ես որոշեցի միանալ։ Ընկերությունը որ կա, կոչվում է ABI, Հայաստանում բավականին հայտնի ընկերություն է, որ շնորհիվ մեր Lingvo ծրագրին, որը էլեկտրոնային բառարան է, ես այդ ընկերության առաջին Lingvo ծրագիրը բերողն էի եւ առաջի Lingvo ծրագրի օգտատերը Հայաստանում է եղել իրականում։ Այդ ընկերությունում ես աշխատեցի փաստորեն 20-ից ավելի տարի։ 16-րդ անդամն էի ընկերության միացած, հիմա արդեն 2500-ից ավելի աշխատող ունի, աշխարհի ես իմ 20 քանի երկրում եւ ես այնտեղ մնում եմ փոխնախագահ։ 2005-ի վերջն էր երևի։ Այնպես ստացվեց, որ մեր ընկերներից ոմանք եկան ֆիզմա դպրոց, տեսան վիճակը, որ բավականին այն ժամանակ հիմա շատ ավելի լավ է վիճակը, ճիշտ ասած, բայց այն ժամանակ ինչ-որ խնդիրներ կային, ասենք։ Եվ մենք որոշեցինք ինչ-որ ձև օգնել դպրոցին, քանի որ դա մեր դպրոցն է։ Հարցը քննարկվում մեր ընդհանրապես, ասենք, մի դպրոցին օգնելու, հետո մենք հասկացանք, որ ավելի լայն է պետք նայել, հավաքվեցինք Մոսկվայում 6 հոգով եւ եւս 2 մեր ընկերներ Ամերիկայից միացան հեռահար եւ մենք բավականին երկարատև քննարկում ունեցանք, թե ինչ ենք անում։ Եվ եկանք այն եզրակացության, որ մենք ընտրում ենք Տեր Մեսրոպ Քահանա Արամյանին որպես մեր առաջնորդ եւ առաջ ենք գնում արդեն որպես հիմնադրամ։ Անունը հետո եկավ, ես հիշում եմ Արցախ գնալու ճանապարհին, մենք անունը հորինեցինք, որ պետք է լինի AIB։ 8-ս մենք որ կայինք այն ժամանակ, մինչև հիմա էլ կանք եւ այդ գործին նվիրյալ ենք եւ բոլորս, երբ որ հավաքվում ենք, մենք հասկանում ենք, որ սա մեր կյանքի երևի ամենակարևոր բանն է, որը պետք է անենք։ Мы прожили там, можно сказать, 20 Մոսկվայում ապրեցինք 22 տարի։ Վերջին տարիներին երկուսս էլ ակտիվորեն ներգրաված էինք AIB նախագծում։ Երբ Արամն առաջարկ ստացավ դառնալ դպրոցի տնօրեն, մտածեց ընդամենը 2 օր, հետո որոշում կայացրեց։ Շատերին դա գուցե բարդ թվաց, բայց նրա համար պարզից էլ պարզ էր։ Պետք էր միայն այնտեղ գործերն ավարտել ու փոխանցել մեկ ուրիշին։ Դա շատ բարդ էր, որովհետև այդ կազմակերպությունում 22 տարի աշխատել էր, բայց AIB-ը իր կյանքի նախագիծն էր ու կարծում եմ վաղ թե ուշ վերադարձն անխուսափելի էր։ Ոչ թե եկա այստեղ, որովհետև, ասենք, սա ավելի ինձ համար, ես ի սկզբանե ասենք գիտակցում որ սա համար ինչ-որ կարիերային աճ է կամ նման բան, ոչ։ Սա պարտավորություն էր։ Սա այն պարտավորությունը մենք վերցրել էինք մի ժամանակ 2006 թվականին հավաքվելով իրար հետ եւ այս որոշումը կայացնելով եւ պահ եկավ, երբ որ ընկերներս ինձ ասացին Արամ ջան, սա այն պահն է, որ դու պետք է քո համար որոշես, որ դու այս գործի հետ ես, ապագայում թե ոչ, որտեւ եթե դու հետ ես, դու հասկանում ես, որ այս ընտրությունը ոնց որ միակն է։ Կրթությունը ոչ թե համակարգ պետք է լինի, այլ կրթությունը պետք է ծառայի երեխային օգնելու կրթվել։ Դա է մոտեցումը դպրոցի, ճիշտ մոտեցումը։ Եվ այդ մոտեցմանը գալիս են արդեն դպրոցների, լավագույն դպրոցների մեծամասնություն աշխարհում եւ դպրոցական համակարգեր, ասենք Ֆինլանդիայում։ Մեր եզակի հատկությունն այն է, որ մենք հստակ մեզ համար որոշել ենք, թե որն է մեր
աշխատանքի արդյունքը, ինչպիսի երեխա ենք մենք կրթում, ինչպիսի հատկություններ են այդ երեխան ձեռք բերելու։ Եվ այդ հատկությունները արդեն շատ սերտորեն կապված են մեր ժողովրդի արժեքների, սկզբունքների, մեր քրիստոնեական սկզբունքների հետ։ Եվ դա դարձնում է մեր այբ դպրոցև, այն համակարգը, որը կստեղծվի այբ դպրոցի շուրջ, ազգային, հայկական, մենք ստեղծում ենք հայկական դպրոց, ոչ թե ֆրանսիական, ոչ ամերիկյան, ոչ միջազգային, այ հայկական դպրոց։ Այբ դպրոցները պետք է բազմանան, շատանան, իսկ մենք մեր կողմից ստանձնել ենք պարտավորություն Քեմբրիջի համալսարանի հետ, մեթոդական մշակումներ անենք, դրանց հիման վրա ուսուցիչներ պատրաստենք, որպեսզի այս ամենը դառնի արդեն ոչ թե մի դպրոց, մի եզակի դպրոց, այլ տարածվող մի երևույթ, որ ապագայում ցանկացած հայկական դպրոցում որտեղ է լինի, Հայաստանում գտնվող դպրոցներում լինեն այբական դասարաններ։ Դասարանները կլինեն բոլոր ավագ դպրոցներում, ամբողջ Հայաստանում եւ մենք հույս ունենք եւ նաեւ Հայաստանից դուրս։ Դպրոցը գոյատևում է շնորհիվ բարերարների, շնորհիվ այն մարդկանց, որոնք համախմբվել են դպրոցի շուրջ։ Եվ այս հուսով մեր շրջանավարտները կայանալով կյանքում միանան այդ մարդկանց ու կշարունակեն իրենց գործը։ Մեր հիմնադրամը այս կամ այն չափով հատուցում է ուսման վարձը ծնողների փոխարեն եւ հիմա կարող եմ ասել, որ 77% մեր աշակերտների այս կամ այն չափով նման հատուցում է ստանում հիմնադրամից։ Գլխավորը մեզ համար այն է, որ երեխան ձգտի ուսանել, սովորել եւ լինի պայծառ զվարթ անձնավորություն, որովհետեւ մենք համարում ենք, որ աշխարհից վատագույն բաները միշտ տարել են կրթված դաժան մարդիկ։ Մենք ուզում ենք այնպիսի մարդկանց դաստիարակել, որոնք միայն լավը կանեն, եւ այս կրթությունը կօգտագործեն հոգուտ մարդկանց, ոչ թե վնաս։ Այն օրվանից, ինչ ես գնացի 17 տարեկան հասակում Մոսկվա, եւ առաջորդին ավելի սուր, հետո ավելի ներվի թեթե, որտեղ համակերպվեցի, ես զգացել եմ, որ որտեղ է դու լինես օտարության մեջ, դու լիարժեքորեն քո ինքնությունը չես կարող անդադ արտահայտել, ինքնարտահայտվել չես կարող։ Դու պետք է ամեն պահ մտածես, այս պարագայում կարող եմ հայ մնալ, թե ես պետք է լինեմ ավելի իրենց նման, այլապես ինձ չեն հասկանա, չեն գնահատի, չեն ընդունի եւ այլն։ Եվ շատ հաճախ դու ստիպված ես քո հայությունը քո մեջ պահես, ինչ որ նեյտրալ կամ ինչ-որ միջազգային որակ ապահովես իրենց համար հատուկ, որ ձևականությունն է, թատերական գործողությունն է եւ դա շատ չափից շատ է լինում կյանքում է, հոգնում ես։ Ոնց որ դատարկում է մեջդ մի բան, զգում ես, որ կյանքդ իմաստազրկվում է։ Там нам всегда не хватало ощущения большой семьи. Ռուսաստանում մենք միշտ մեծ ընտանիքի պակաս էինք զգում։ Ծնողների, ընկերների հետ շփման պակաս։ Ես Երևանում չեմ մեծացել եւ ինձ համար այնքան էլ դժվար չէր։ Իսկ Արամի համար միշտ դժվար է եղել։ Հիմա Արամը լիակատար երջանիկ է։ Նա այն քաղաքում է, որտեղ ծնվել է, դպրոց է գնացել, շատ ընկերներ ունի եւ շատ ու շատ հիշողություններ։ Կարծում եմ հրաշալի զգացողություն է։ Այնպես ես բաներ եմ տեսնում այստեղ, որ իսկապես իմ լավատեսությունը sense ամրացնում են, որ անդադ նայում եմ տարբեր մարդկանց իրավիճակի, ֆինանսական իրավիճակի, հստակ տեսնում եմ մի օրինաչափություն, որ այն մարդիկ, որոնք պատրաստ են նոր բան սովորել, այն մարդը, որը ձգտում ունի մի նոր բան ընկալելու, սովորելու, հաստատ աշխատանք կգտնի։ Օրինակ, մի դասընկերի ունեմ, որ աշխատանք է գտել Ռուսաստանում որպես ինֆորմատիկա ուսուցչուհի, իսկ այստեղ աշխատանքի հնարավորություն չունեցավ, չգտավ։ Եվ ինքն իր համար, որպեսզի ուղղակի մի բան անի, մի կերպ իր ճար տեսնի, զբաղվեց տիկնիկներ սարքելով։ Շատ հետաքրքիր տեխնոլոգիա է մշակել, իր սեփական մոտեցումն է։ Վերջերս խնդիր ունենք դպրոցում, որ պետք է ինֆորմատիկայի ուսուցիչ գտնել։ Եվ իր մասին հիշեցի, իր հետ կապնվեց, ասի, ուզում ես գաս, դասավանդես, քո նախկինի փորձ իմանալ, ասես, ոչ, չեմ ուզում։ Ես իմ կյանքի գործը գտել եմ։
մի ընկերուն եմ, որ այստեղ եկել եմ գինեգործություն է սկսել։ Նախկինում ամբողջովին այլ ոլորտում էր։ Մեր դասական տեսակները կանգունը, արենին, կախեթը վերամշակել է մի քանի տարի աշխատել է դրա վրա իտալացի մասնագետների հետ եւ ստեղծել է մի գինեգործարան, որ հիմա գինի արտադրում, փայլուն գինի, շատ լավ որակի։ Հայաստանում բնականաբար ամեն բան լավ չի։ Շատ վատ բաներ կան։ Ոմանք, ասենք, մեր առանձնահատկություններից են գալիս, ոմանք մեր նախկինի համակարգից են գալիս, ոմանք նոր իրականությունից են գալիս։ Բայց վատ ամենտեղ կա։ Այն փաստը, որ կան բազմաթիվ լավ բաներ, լավ տրենդներ կան, լավ երևույթներ կան, որ հաստատ խոստանում են ավելի լավ ապագա Հայաստանին։ Դա միանշանակ երևում է։ Ես մի քանիսը թվեցի, էլի կարող եմ թվեր, օրինակ Դիրիջանի դպրոցը, որ վերջերս բացվել է UWC Ռուբեն Վարդանյանի կողմից, որի մտերիմ ընկերն է եւ շատ եմ գնահատում իր աշխատանքը։ Թումոն, որ օրինակ եզակի երևույթ է, համաշխարհային մակարդակով եզակի երևույթ է, ոչ միայն ասենք Հայաստանի մակարդակով, եւ տարածվում է հիմա Թումոն Գյումրիում պիտի բացվի եւ այլն։ Նոր բաներ են արվում։ Բնական է, որ ժամանակը իրավի կպահանջի որոշում, դա բոլորը զգան իրենց վրա։ Միանգամից փոփոխություն չի լինի, բայց ուղղությունը միանշանակ դրական է։ Կան բաներ Հայաստանում, որ ասենք վախեցնում են զարգացած պետությունն ապրող մարդկանց, բայց միայն դրանից վախենալ եւ Հայաստան չգալ եւ այստեղ չկերտել, սխալ կլինի, որովհետեւ այդ ամենը բարելավվի միայն այն պարագայում, երբ որ մնացած աշխատանքը արվի։ Ասենք դատական համակարգը բարելավի, երբ որ պահանջատերերի քանակը աճի այն աստիճան, որ ստիպված լինի բարելավի։ Դա պահանջի հարց է։ Մենք այդ պահանջատեր դառնալու կարիք ունենք։ Եվ դրանց քանակը կաճի շնորհիվ այն մշակույթի, որ կբերեն հայերը այստեղ արտասահմանից։ Եվ դրա հետ ես մեծ հույսեր եմ կապում։ Եվ դրա այդ իմաստով, ասենք, վերադարձը Հայաստան շատ կարևոր երևույթ է մեզ համար։ Իրականում Սփյուռքում ունենք շատ լուրջ խնդիր։ Այն սերունդը, որ հիմա սկսում է մտնում է կյանք, այդ սերունդը արդեն իրենց հայ լինելու իմաստը սկսում է կորցնել, իմաստավորումը։ Դա վերածվում է ինչ-որ երեկույթներ, ասենք ինչ-որ մեկ-մեկ հայերի հետ հանդիպումներ, բայց դա կյանքի փոքր մասն է։ Իրենց հիմնական կյանքի մասը արդեն կապված է հասարակության հետ, որտեղ իրենք ապրում են, եւ դա հայկական հասարակություն չի։ Մենք զուր ենք կարծում, որ մենք կարողանանք երկար ժամանակ մեր Սփյուռքը այս վիճակում պահպանել։ Մենք պետք է Սփյուռքը շատ սերտորեն կապենք Հայաստանի հետ, եւ Սփյուռքի հիմնական դերակատարողները պետք է լինեն Հայաստանում դերակատարողներ։ 91 թվականի ճգնաժամը, որը շատերին կոտրեց եւ կամքը կոտրեց մարդկանց եւ իրենց հավատքը, իրենց սեփական ուժերի մեջ եւ այլն, դա մի երևույթ է, որ հիմա պատահելու է եւ պատահում է ամբողջ աշխարհում համարյա ամեն 5 տարի մեկ։ Դա ուղղակի մենք չենք տեսնում կամ չենք նկատում, բայց դա այդպես է։ Շատ արագ է փոփոխվում տնտեսությունը։ 10 տարի առաջ գոյություն չունեցող մասնագիտությունները հիմա ամենատարածվածն են եւ ամենամեծ պահանջարկ ունեցողներն են։ Դու պետք է ունես մարդկանց, որոնք իրենց ամբողջ կյանքում պատրաստ են կրթվել եւ փոփոխվել եւ միայն այդ կերպով կարելի է գոյատևել։ Հիմա հարցն այն է, որ հայերի մոտ դա գենի մեջ է։ Իրականում հայերը գոյատևել են, բազմաթիվ այլ ազգեր կորել գնացել են։ Դեպի արտասահման գնացող հիմնական արտադրանքը մենք հենց հայերն ենք։ Մենք այնտեղ աշխատուժ ենք ուղարկում, որպեսզի իրենք հարմարվեն այնտեղ տարբեր տնտեսություններում եւ ինչ որ արդյունք ստեղծեն, այդ արդյունքը ուղարկում են Հայաստան որպես գումար։ Դա պետք է կանեցնել, դրա փոխարեն մենք պետք է այստեղ այդ արդյունքը ստեղծենք, շնորհիվ նույն մարդկանց եւ ուղղակի վաճառենք մնացած երկրներին։ Եվ դա ամբողջովին հնարավոր բան է։ Մի բան պակասող որ կա այդ ամբողջ համակարգում կրթությունն է։ Կան երիտասարդ ազգեր, որոնց ապագան դեռ մշուշոտ է։ Օրինակ նույն ամերիկացիների մասին դեռ խոսում են, գովում են, իրենց ասում են շատ հզոր ազգ են, բայց ինձ համար դա դեռ մեծ հարց է, իրենք թամեն 300 տարի գոյություն ունեն։ Դա ի՞նչ տարիք է որ ազգի համար։ Դեռ իրենք շատ փորձություններ են իրենց առջև, որպեսզի կայանան որպես ազգ։ Իսկ մենք բազմադարյան պատմություն ունենք, եւ մենք կայացել ենք որպես ազգ։ Եվ կայացել ենք շնորհիվ հատկությունների, որ դարերի ընթացքում մշակվել են եւ հասել են մեզ։ Եվ ես ուզում եմ այդ հատկությունների
տերը լինեմ եւ հաղորդեմ հաջորդ սերունդին այդ հատկությունները։ Միանշանակ երջանիկ պահ է, որ իմ երեխան ինձ հետ սկսել է շատ հայերեն խոսել, քան ռուսերեն։ Եվ ոչ միայն դա, այլ նաև որ գալիս եւ ասում է հայերենից 10 եմ ստացել։ Եվ ես հասկանում եմ, որ երեխան հայ է մեծանում։ Դա իհարկե ամենաերջանիկ պահն է, որ կապված է հայրենիքի հետ։ Եվ նաև իր երջանկությունը, որտեղ երեխաները շատ ավելի սուր են զգում այդ խնդիրը, որտեղ ընտանիքում կա ոնց որ հայկական ընտանիք եւ հայկական իրականություն, եւ դրսում լրիվ այլ իրականություն է։ Եվ այդ երբ պարակտումը երեխայի, որ ինքը չի հասկանում, որին է ինքը պատկանում, սրան թե նրան եւ ամեն պահ մի որոշում կայացնի, երեխան դա շատ ծանր որոշում է։ Դա երեխային հյուծում է իրականում։ Ну, младшую вы можете спросить сами, но она совершенно восторжена. Կրտսեր դուստրս իհարկե կարող եք նրան անձամբ հարցնել, բայց միանգամայն հիացած է։ Արդեն լավ հայերեն է խոսում։ Նա նույնիսկ Կիրակի օրերին է ուզում դպրոց գնալ։ Վերջապես ճիշտ միջավայրում է, արդեն գտել է ընկերներ, որոնք նույն արժեքներն են կիսում։ Այժմ հաճախ կրկնում է, որ այնտեղ իրեն սպիտակ ագրավ էր զգում։ Շատ արագ համակերպվեց ու կարծում եմ երջանիկ է։ Հայաստանի միջավայրը շատ բարի է եւ բոլոր մարդիկ տարբերություն չկա ինձ հարազատ են թե չէ, միևնույնն է բարի են իմ նկատմամբ եւ դրա համար սիրում եմ Հայաստանը, նաեւ սիրում եմ Հայաստանի մշակույթը եւ հայկական բառերը։ Каждый день, когда мы... Ամեն օր հասկանում ենք, որ ճիշտ ենք վարվել, որ վերադարձել ենք։ Չի եղել մեկ օր անգամ, որ զղջամ գալուս համար։ Я же из Баку, и я потеряла город, в который я могу прийти, где я ходила в детский сад. Ես Բաքվից եմ ու կորցրել եմ այն քաղաքն, ուր մանկապարտեզ ու դպրոց եմ գնացել։ Ինձ թվում է նման մի քաղաք յուրաքանչյուրին էլ պետք է։ Ես Երևանն եմ ընտրել։ Ավագ դուստրս Մոսկվայում է սովորում։ Իր կարիերան է փորձում ստեղծել։ Նա դեռ պետք է իրեն գտնի ու ինքը որոշի, թե որտեղ եւ ում տա իր փորձն ու գիտելիքը։ Վստահ եմ, նա նույնպես Հայաստանն ու իր ժողովրդին կընտրի։ Ես մի քիչ ավելի երիտասարդացել եմ։ Բոլորը նկատում են, ես որ վերադարձա Մոսկվայից վերջերս, միջոցառում եմ մեր ընկերությունը, ով նայում է ասում է, «Արամ, ես ինչու երիտասարդացել ես, ինչ է պատահել»։ Հիմա դարձել եմ շատ հանգիստ։ Ես իմ կյանքը շատ ավելի դինամիկ է դարձել։ Բոլորը ասում են Մոսկվան, այդ ակտիվություն, բայց դա սուտ բան է, դա թվացial է։ Իրականում մոսկվացիները համարյա օրվա ընթացքում ոչինչ չեն հասցնում։ Շատ դատարկ կյանք են ապրում։ Սրընթաց, արագ եւ դատարկ։ Ես միշտ զարմանում եմ, մերոնք ոնց են գնում այնտեղ ապրում։ Ոնց են փոխում Երևանը Մոսկվայի նման քաղաքի։ Չեմ հասկանում։ Are you or someone you love fighting a deadly addiction to drugs or alcohol? You are not alone. Each year, thousands of Americans lose their lives to the dangerous effects of drugs and alcohol after not receiving the help or treatment they deserve. At Freedom from Addiction, we believe in a better way. We believe that there's a solution to your addiction, that there's hope. You do not need to suffer any longer. Freedom from Addiction is here to help you take the first step toward recovery. Call the number on your screen. Whether this is your first or your last chance, you can get better and free yourself from addiction. It's never too late to save yourself or someone you love. The rest of your life is waiting for you. There are absolutely no obligations by calling. Seek the treatment you deserve. Call the number on your screen or visit us online at freedomfromaddiction.com and take the first step toward a lifetime of freedom
and recovery. Call 1-800-484-0207 today. I am very happy that I selected Loma Vista Dental to take care of all my dental needs. I've been here for my entire life and I've never found anybody that I've been so comfortable with. Այս տարիների ընթացքում երբեք չի եղել, որ չստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը կամ իմ ցանկացած արդյունքը. I loved working with Dr. Vache. He took extra care to explain to me what was going on. I was actually much more excited with the results. The office here is just amazing. Dr. Vasilyan and the entire team are very welcoming, very friendly. I actually enjoy coming here and I look forward to seeing him and everyone who works here. Վստահորեն կարող եմ հայտնել, հաճախեք Loma Vista Dental, եթե ուզում եք ունենալ գեղեցիկ եւ առողջ ատամնաշար. I will not be going anyplace else. Վստահ եմ, որ շատ գոհ կմնաք. And I will definitely be coming back. If you or a loved one were exposed to Roundup weed killer and were later diagnosed with non-Hodgkin's lymphoma, call right now. You may be entitled to financial compensation. Glyphosate, the primary ingredient in Roundup weed killer, was recently designated a probable human carcinogen by the World Health Organization. Call right now. Call 1-800-247-5049. Again, that's 1-800-247-5049. Ողջույն իմ շատ սիրելի հայրենակիցներ, ես Տիգրան Ասատրյանս, սիրով ուզում եմ բոլորի տեղեկացնել, առավել ևս Ֆրեզնոյում գտնվող մեր հայրենակիցներին, որ հատուկ Blue War Production-ի հրավիրով ես ներկա կգտնվեմ հունվար 6-ին, որպեսզի միասին բոլորս նշենք Սուրբ Ծննդյան բացառիկ օրը, ճաշկերույթ պարահանդես, որը որ տեղի կունենա Ասպարեզի հայ կենտրոնում։ Ունենալու ենք այդ օրը լեփ-լեցուն անակնկալներ, նաև ունենալու ենք հատուկ դմերպատ։ Տեղեկությունների համար խնդրում եմ զանգահարել 559 260 7900 կամ 559 288 7000։ Սիրով կսպասեմ ձեզ հունվար 6-ին միասին նշելու անմոռանալի գիշեր։ Ձեր Tigran Asatrian. Creating healthy meals is hard work, chopping and grating. Just think of all the time it's taking. What you need is NutriSlicer, the super easy way to make nutritious meals every day. Just block NutriSlicer to your counter to slice, chop, and grate with total control. NutriSlicer makes family-sized chopped salads in no time. Finally, grate cauliflower, your favorite low-fat cheese, and veggies. You can get the complete NutriSlicer system for just $19.99. Order today and we'll even ship your entire order free. You get all this at incredible value. Order now. Պատկերը շատ վախուց ճարակում է իմ հոգում իսկ քո բույրը ցանկալի զեփյուրով այցի գալիս մշուշում է ինձ հոգիս քո հայացքը շատ տաքուց Այս կացմունքն ինձ անծանոթ Այս թրթիվն ինձ պարուրող Խենթացնում է գույներով
սիրուն եմ ես պատրաստ սիրելիս ես չգիտեմ թե ոնց կիսեմ իմ սերը իմ սրտի դողերը ախ ինչպես պատմեմ ես քեզ իմ անուշները ոնց գտնեմ բառերը որ պատմեմ իմ սերը ախ ինչպես երգեմ ես իմ տաղերը նվիրեմ հոգուս լարերը սիրելիս սիրելիս ինձ գերել է շատ վաղուց ես արփած եմ քո սիրուց իսկ իմ սիրտը կարոտած լույսերով քո ողողված քեզ տալիս եմ ես անդարձ քեզ գտա ես վերջապես Այս գացմունքն ինձ անցանող Այս սրտիրն ինձ պարունող Խենթացնում է գույներով Ես գտել եմ սկիզբ իմաստ Քո սիրուն եմ ես պատրաստ Սիրելիս արդեն գիտեմ Թե ոնց կիսեմ իմ սերը Իմ սրտի դողերը Ախ ինչպես պատմեմ ես քեզ իմ անուշները Ոնց գտնեմ բառերը որ պատմեմ իմ սերը Ախ ինչպես երգեմ ես իմ տաղերը նվիրեմ հոգուս լավերը սիրելիս ես գիտեմ Ինչպես պատմեմ ես քեզ իմ անուշները Ոնց գտնեմ բառերը որ պատմեմ իմ սերը Ախ ինչպես երգեմ ես իմ տաղերը նվիրեմ հոգուս լարերը սիրելիս սիրելիս Անցրևնությունը գալիս են անընդհատ ու այս ամենը շատ տարօրինակ է Էլի չկասելի հիմա մենակ եմ գնում ես դու հենց այդ ժամանակ եմ արժեքը քո ես զգում առանց քեզ իմ հոգում մեծ ավերակ է երբեք էլ քեզ չեմ հասկանա ես Թվում է ինձ մեկ-մեկ թե սատանա ես ու մեկ էլ դու հանկարծ բարի հեշտակ դարձած շապտում ես Ջրում է ինձ մի պահ թե ինձ օտանես հետո հիշում եմ թե ինչպես գտա ես քեզ եմ կյանքի ճամփի սիրո օրերն իմ անգին եմ Անարային տակ անձրևի պես դու անսպասելի կան
Կորել է իմ հոգու խաղաղությունը Արդեն գարուն է բայց անձրևնությունը Գալիս են անընդհատ ու այս ամենը շատ տարօրինակ է Գիտեմ շուտով իմ դուրը թակելու ես Գալու ես կյանքը իմ խորտակելու ես Բայց բարկություն չկա ես իմ սիրո ծմակ կերին եմ ու ամարային տականց լվի պես դու անսպասելի գալու ես ու Քեզ ներելու եմ նորից ու նորից կրկելու եմ ամուր ուր ես արի սիրտը իմ միայն ինձ ողջ սերը քո դու Չէ կարոտում Քեզ կարոտում եմ Խելագարվում եմ քեզ համար ու քեզ ատում եմ Թվում է ինձ քեզ հետ անջուրան ապատում եմ Դու տանջում ես ինձ, բայց քեզ կարոտում եմ Հեռանում եմ, բայց քեզ հավատում եմ Գիտեմ, որ քեզ սնում, գիտեմ, որ քո սրտում եմ Բայց ախր ես քեզ հետ անջուրան ապատում եմ Կորել է իմ հոգու խաղաղությունը Արդեն գարուն է բայց անձրևնությունը Գալիս են անընդհատ ու այս ամենը շատ տարօրինակ է
է յուր գալիս Սերնատելություն մեզ չի տալիս Սենը մեր թևերն է միշտ բացում Սա էլ իմ խոսքին լրացում Սենը երկնքից միշտ մեզ շպտում Ու ամենուր մեզ են ապնդրում Սենը մեզ տալիս է ջերմություն Ու մի խոսքով իմ վեհություն Հիմա թող ես խոսեմ մի քիչ Ու կասեմ ես քեզ ահա թե ինչ Սերը մի երաս է բաղցալի Ու նա շատ դժվար է յուր գալիս Բայց քանի որ մենք իրար գտանք Եկնենք իրար ու հավատանք Որ մեր սերը չի մարի երբեք Երբեք Հոգիս, 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 հոգիս դու Ինձ նայիր ու խոսք դուր Որի կողքից չես գնա հեռու Դե նայիր ու խոսք դուր Հոգիս, 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 հոգիս դու Ինձ նայիր ու խոսք դուր Որի կողքից չես գնա հեռու Դե նայիր ու խոսք դուր ինձ Դու այսօրվանից ինձ հետ մնա Ինձանից հեռու էլ մի գնա Դու անվեջ նայիր իմ աչքերին Ու ամուր հպիր իմ շուրթերին Սերը քո տվեց նոթևեր Որ ես ավարնեմ ամպերնի վեր Թող այսօրվանից սրտերը մեր Լինեն անբաժան լավ ընկերներ Ախր սիրելիս ես էլ ինչ խոսեմ Ես էլ չեմ ուզում ոչինչ ասել Հիմա ես նայում եմ աչքեր Ու հավատում քո խոսքերին Ես գիտեմ կյանքում այս ոչ մի բան Չի մնում երբեք անպատասխան Դե արի կյանքին այս մենք շպտանք Ու հավատանք Հոգիս, 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 հոգիս դու Ինձ նայիր ու խոսք դուր Որի կողքից չես գնա հեռու Դե նայիր ու խոսք դուր Հոգիս, 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 հոգիս դու Ինձ նայիր ու խոսք դուր Որի կողքից չես գնա հեռու Գնաս դու իմ Հոգիս, հոգիս դու Հոգիս դու Ինձ նայիր ու խոսք դուր Որի կողքից չես գնա հեռու Դե նայիր ու խոսք դուր Հոգիս, 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 հոգիս դու Ինձ նայիր ու խոսք դուր Որի կողքից չես գնա հեռու Կմնաս դու իմ կրքում Ժամանակն է հասել, որ ասել Ես իլուր աշխարի երկար ասել եմ սպասել Լուսավոր այս պահին, որ երդվել